Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած, կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում։ Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ սկսեցին կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա։ Ակամայից հիշեցի, ինչ կատարվում էր 2020-ի սեպտեմբերին, ես վստահ եմ, որ ձեզանից շատերը մոռացել են, շատերը չեն էլ տեսել, դուք հիմա կտեսնեք ինչի մասին խոսում եմ, բայց մինչ այդ, եթե հիշում եք պատերազմից առաջ 2020-ի սեպտեմբերին Ադրբեջանը լուրեր էր տարածել ուղերձ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, որ խոստացել ես, որ 7 շրջան կտաս, բայց ինչ-որ ուշացնում ես, մենք սպասում ենք, չէ, կգնանք գործողությունների։ Եթե հիշում եք, դրան ի պատասխան ինքը ոչ թե մերժեց, ոչ թե ասեց տես բան չկա, սուտ է բան, այլ ընդհանրապես ասեց Ադրբեջանի մեր գործընկերներին խորհուրդ կտամ, ասում է, եթե մտնում եք նման դաշտ, կոնֆիդենցիալ զրույցներ բացահայտելու, ապա ես է կարամ դա անեմ։ Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած, կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում։ Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ սկսեցին կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառնալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով։ Այսինքն ինչ է նշանակում, այդ ամեն ինչ ասել են, դուրս է գալի ու ստացվում է ճիշտ, չէ՞, մտածեք դուք, եթե մի մարդու մեղադրում են ինչ-որ մի բանում, ասում է դե որ տենց է, ես էլ սենց, այսինքն ինքը հաստատում է դրանով, որ դա ճիշտ է, չնայած բոլոր կայքերից այդ լրատվականի թարգմանությունը հայերեն եւս ջնջվեց, վերացավ, կորավ։ Մի խոսքով կարծես նման բան չի եղել, բայց մեր ալիքը կա, մեր ալիքը ոչ մի բան չի մոռանում, մեր արխիվներում ամեն ինչ պետք է պահվում է, ինչ էլ չէ, մեծ ջանքերի շնորհիվ կոնկրետ մասնագետների, դու մենք այն ինչ մեզ պետք է։ Ուրեմն նայեք, խոսակցություն եմ ասում ձեզ պատերազմից առաջվա, երբ որ այնվաղ դեռ Սիրիուս շարժումներ եւ այլ, խոսում էինք հետեւյալի մասին, ես հիմա վերհիշում եմ այն մթնոլորտն ու այն մտքերը, որոնք այդ օրերին կային։ Զրուցակիցներից մեկը առաջ քաշեց հետևյալ միտքը, որ տեսեք, եթե այսօր Նիկոլը ուղակի հողերը հանձնի, դուք պատկերացնում եք ազգը իր հետ ինչ կանի։ Այսինքն չի կարա ուղակի վերցնի ու Արցախի ինչ-որ շրջաններ կամ Արցախն ամբողջությամբ կամ թեկուզ մի փոքր մաս ուղակի նվիրաբերի Ադրբեջանին։ Դրա համար ասեց ինքը հեսա պետքա սարքի իբր պատերազմը, այսինքն պատերազմի իմիտացիա, բնականաբար տա զոհեր, որ մարդիկ այդ խուճապի մեջ, այդ սքի մեջ, ասեն մենք զոհեր ունենք, պատերազմը դադարեցրեք, ոչինչ ինչքան գրավել են, ու ինչ է ստացվելու, որ համ ինքն է մնում մաքուր արդար, համ էլ դե հողերը ոնց խոսքա տվե կտա։ Այս խոսակցությունից հետո էլ տեսնում ենք այդ Ադրբեջանի լուրը, մեկ էլ իր այդ իբր պատասխանը դրան, բայց այնտեղ ոչ մի հերքում չկար։ Ու ամեն ինչ գնաց հենց այդ մեր զրուցակցի ասածով։ Այսինքն, կարող ենք այսօր ասում են կարող ենք կանխել պատերազմը։ Կարող ենք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք ունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի։ Այս նույն վիճակը բոլոր հարցերը, բոլոր նրբություններով։ Ախր բաներ կա, ես հիմա չեմ կարող հրապարակային ասեմ, որովհետև դրանով մեր ապագա բանակցությունները կվնասեն։
ու դեռ մի բան էլ ավել։ Դրանից հետո հայտնվեցին մարդիկ, ովքեր իրան ասացին շնորհակալություն, որ մեր կյանքը փրկեցիր։ Հասկանում եք, մարդիկ էլ կան, որ ասում են, տեսեք ինչ մեծահոգի է, ինչ բան է, պատերազմը կանգնացրեց 25,000 ասում, ինչ է ասում, այդքան մարդու կյանք փրկեց, բայց ոչ մեկ կամ չեն հիշում, կամ չեն տեսել։ Ես վստահ եմ, լիքը մարդիկ էլ կլինեն, ասեն, այդ ինքը չի ասել, դա մոնտաժ է։ Այս էլի ապացուցումը հետևյալ է, որ երբ որ մարդ ուզում է իմանա մի բան, ճիշտ կամ սխալ, ինչ ուզում ես արենք, այտենց իմանում է։ Բնականաբար տվյալ մարդիկ անվանվում են հասարակության կողմից դեբիլ։ Բայց այն խելամիտ մարդիկ միգուցե եւ նրանք, ովքեր տեղյակ չէին այս վիդեոից եւ այլն, հիմա տեսան ու իրենց հետևությունները կանեն։ Հիմա նորից մեր մոտ լարված իրավիճակ է։ Այս լարված իրավիճակի մեջ նորից հիշում ենք քարտեզ, ըստ որի պետքա 5 գյուղ, ինչ-որ շրջան, այս կողմից, այն կողմից տա։ Ու նորից հիմա այդ քարտեզը տեսնողները չեն հավատում, ասում են անհնար է, ճիշտ նույնպես, ոնց որ Արցախյան 44 օրյա պատերազմից առաջ տեսնողները քարտեզը, թե ինչ շրջաններ պետքա տա, ասում էին ձև չի։ Հիմա ես վստահ եմ, հիմնվելով մեր անցած ուղու, ճանապարհի, քաղաք դասերից, հիմնվելով այդ ամեն ինչի վրա, ես վստահ եմ, եթե խոստում կա, ինչ-որ պայմանագիր, առու վաճառք, ես չգիտեմ ինչ էր, ամեն դեպքում եթե կա մի բան, որի համար պետքա նաև ընդեղից տրվեն գյուղեր ու շրջաններ ու հողեր, բնականաբար նույն էժանագին հոգեբանությամբ ու մտածելակերպով օժտված մարդը պետքա կրկին անգամ ստեղծի պատերազմի իմիտացիա, նորից տան զոհեր, որ տալուց հետո ասի դե փրկեցի, ինչ անեմ, կանգնացրեցի, լիքը մարդ փրկվան, փրկվողներից լիքը մարդ կասեն մերսի Նիկոլ, որ մեզ փրկեցիր, ու նույն պատմությունը էլի կկրկնվի, հետո նորից կփախնի կմտնի բունկեր, կմտնի եթեր կասի վրեժի ժամանակ, եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, քաղաքացու վրեժի ժամանակը։ Հիշիր, կրկնիր ու հավատա, լույսի բանակ և առաջ Աստված։